Հակակոռուպցիոն դատարանը կրկին մերժեց Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ բացակայելու արգելք կիրառելու միջնորդությունը։ Միջնորդությունը վերաբերում էր Սիլվա Համբարձումյանից կաշառք վերցնելու եւ Իսակովի պողոտայում հողեր օտարելու գործերին։ Դատական նիստը պաշտպանական կողմի միջնորդությամբ անցկացվեց դռնփակ ռեժիմով։ Ապա մենք նախկինում ենք մեր դիրքորոշում ներկայացրել եւ այդ խափանման միջոցը վերացնելու հիմնավորումները գտնում ենք, որ կապված էր նաեւ մասնակցի մասնավոր կյանքին, հետեւաբար նույն դիրքորոշումը ունենք հիմա, խնդրում ենք, որ քրեական դատավարության զրկի 28-րդ հուլհացի կարգով այդ նիստը իրականացվի դռնփակ բացառությամբ մերձավոր ազգական հանդիսացող Հայկ Խաչատրյանի եւ անվտանգության աշխատակցի նախորդիստում միջնորդեցիք եւ մերձավոր ազգական տեսանակ եւ անվտանգության աշխատակցի խնդիրն ակնարկվելու որևէ փոփոխություն չի եղել մեր դիրքորոշումում։ Դատախազությունը արդեն երկրորդ անգամ էր ներկայացնում նույն միջնորդությունը, սակայն ինչպես նախորդ անգամ, այս անգամ եւս դատարանը գտավ, որ միջնորդությունը հիմնավոր չէ եւ չկա անհրաժեշտություն այլընտրանքային խափանման միջոց կիրառելու։ Սերժ Սարգսյանը եւս ներկա էր դատական նիստին։ Նիստի ավարտից հետո նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ ոչ մի պարագայում չի պատրաստվում հեռանալ Հայաստանից։ Նույնիսկ եթե ես վստահ եմ, որ Հայաստանի որևէ դատարան ինձ կդատապարտի մահապատժի, ես այս երկրից չեմ փախ, իմ երկիրն է, այս իրանց երկիրը չէ, իմ երկիրն է,